Ազգային ժողովի հարգաժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Վերջերս լսեցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որտեղ կային շատ խնդրահարույց արտահայտություններ, իդեպ մի քանիսը մատնանշեց գործընկերս, մասնավորապես ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը օգտագործեց երբ ես զբաղեցնում էի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը եւ այլն, փաստորեն դրանից կարելի է եզրակացնել, որ Ռոբերտ Քոչարյանը ենթագիտակցորեն ընդունում է, որ չի եղել իրապես ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված նախագահը։ Պարզապես որոշակի ժամանակահատվածում ընդամենը զբաղեցրել է երկրի առաջին դեմքի պաշտոնը։ Պարոն Քոչարյան, միթե սա էլ չի խոսում այն բանի մասին, որ դուք մասամբ կտրված եք եղել եւ կտրված եք մինչ օրս մեր երկրի եւ ժողովրդի իրական կյանքից եւ խնդիրներից։ Միթե այս վերջին շրջանի իրողությունները, բարոյազրկված հոգեվորականների, Գյումրիում տեղի ունեցած դեպքերի եւ այլ հայտնի դեմքերի ձերբակալությունները, այսօր էլ քաղաքական նոր ձևավորված շարժումը մեր ձևովը երբ փորձ է անում հին մեթոդներով իշխանության գալ, փոխկապակցված չեն արդյոք ձեր ժամանակահատվածի կառավարման տրամաբանության հետ։ Համաձայն չեք արդյոք, որ իրավական երկրում տեղ չպիտի ունենան ապօրինությունները, չարաշահումները, հովանավորչությունները եւ բոլորը պիտի հավասար լինեն օրենքի առջեւ։ Միայն ու միայն այս ճանապարհով մեզ կհաջողվի կառուցել իրապես ազատ, անկախ, հզոր եւ բարեկեցիկ պետություն, տնտեսական եւ սոցիալական արդարության, հավասարության հստակ բաղադրիչներով։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։